Հայաստանում առկա է արտադրական գործընթացներում որակի կառավարման եւ անվտանգության կառավարման համակարգներ դնելու կարեւորության գիտակցության աճ։ Սակայն ֆինանսների հասանելիության սահմանափակումների պատճառով շատերը չեն կարողանում ներդնել այդպիսի համակարգեր, ինչը բացասաբար է ազդում գործընթացների վրա։ Այս մասին վկայում են ինչպես գործարարների հետ քննարկումները, այնպես էլ վիճակագրությունն այն մասին, որ որակի կառավարման միջազգայինորեն ճանաչված համակարգեր ներդրած ընկերությունների թիվը Հայաստանում փոքր է, ինչպես բացարձակ առումով, այնպես էլ միջազգային առևտրում մրցակից եւ համանման երկրների հետ համեմատությամբ։ Արտադրական որակի կառավարման համակարգեր ունեցող բիզնեսների թվով Հայաստանը զիջում է համեմատվող գրեթե բոլոր երկրներին։ Այս հարցը մայիսի 20-ին քննարկվեց փոխվարչապետի գլխավորությամբ կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում։ Կառավարման համակարգերը հրամայական են դարձել, վճարունակ շուկաները հասանել են բացառապես այն դեպքում, եթե կազմակերպությունը ունի ներդրված համակարգ ու ունի հավաստագրում։ Կան մի քանի ոլորտներ, որտեղ դա առավել սուր է երևում, առաջի հերթին մշակող արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը իր բոլոր դրսևորումներով։ Ծրագրով նախատեսվում է հետևյալը՝ մի շարք ստանդարտների համար ենթադրվում է համաֆինանսավորում պետության կողմից, ընդ որում համաֆինանսավորումը ենթադրվում է իրականացնել եւ սերտիֆիկացման գործընթացի համար եւ ներդրման գործընթացի համար։ Խորհրդի նիստում առաջարկի մասին քննարկումների շրջանակում նախագծի մասին հնչեցին դրական կարծիքներ։ Փոխվարչապետը արձագանքեց, որ հարցը կարևոր առաջնահերթությունների մեջ է։ Նախագիծը շրջանառության մեջ է դրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից եւ շուտով կներկայացվի կառավարության հաստատման։ Ծրագիրը նաեւ շրջանառվել է էկոնոմիկայի նախարարության կողմից եւ հույսանք, որ շուտով նաեւ հաստատում կլինի։ Այս ծրագրի շրջանակում տեղական տնտեսվարողների համար հնարավորություն կստեղծվի բարձրացնել իրենց մրցունակությունը եւ համապատասխանել միջազգային ստանդարտներին։ Նիստում քննարկված մյուս հարցը վերաբերում էր արդարադատության նախարարության կողմից շրջանառված նախագծին։ Իդրաֆտ հարթակում տեղադրված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որը վարչական ակտի բողոքարկման դեպքում դրա գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերացման մասին է։ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանվում են վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները։ Մասնավորապես նշված հոդվածի համաձայն վիճարկման հայցը վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը, մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Վահագն Համբարձումյանն այս նախագիծը խնդրահարույց է համարում, նշելով, որ ըստ օրենքի կարգավորման տնտեսվարող սուբյեկտի կամ քաղաքացու նկատմամբ գործող վարչական ակտը բողոքարկման պահից կասեցվում է, իսկ օրենքը տալիս է բացառություններ վարչական ակտի կասեցման լուրջ հետևանքների առաջացման դեպքում։ Ինչ առաջարկում արդարադատության նախարարությունը, ասում է, բերեք այդ բացառությունները, քանի որ շատացել են, բերեք ընդհանրապես հանենք եւ դնենք, որ ակտի ուրեմն բողոքարկումը չի կասեցնում, այլ պետք է հայց, որը ով դիմում է ակտի բողոքարկման համար, պետք է ինքը հիմնավորի։ Այսինքն պետությունը ըստ էության բեռը, այդ ապացուցողական բեռը վերցնում եւ փոխանցում է տնտեսվարող սուբյեկտին։ Այն դեպքում եւ նույնիսկ այսօրվա կարգավորումը կարողանում է այդ խնդիրը լուծել հենց նրանով, որ կան անհետաձգելի անհապաղ կատարման ակտեր, որ վարչական մարմինը ինքն է որոշում կայացնում, էլ չի սպասում միջով դատարան։ ՓՄԶ խորհրդի անդամները եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները բացասական դիրքորոշում հայտնեցին հարցի շուրջ։ Որոշվեց, որ նախագիծը կլրամշակվի ՀՀ արդարադատության նախարարության կողմից եղած կարգավորումների շրջանակում բացառություններ սահմանելու տրամաբանությամբ, որից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը կներկայացնի արդյունքները փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄԶ խորհրդի հաջորդ նիստի շրջանակներում։ ՓՄԶ խորհուրդը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել ոլորտում առկա խնդիրները, իսկ նախկինում քննարկված առաջարկներից շատերն արդեն կյանքի են կոչվում։ Ուրախալի է նաև արձանագրել, որ փոխարկելի պարտքի կարգավորումները ամբողջությամբ արդենից ընդունվել են ազգային ժողովի կողմից, որը հնարավորություն կտա ՏՏ ստարտափ ընկերություններին, ինչպես նաև այն ընկերություններին, որոնք փոխառություն են ձևակերպում ընկերության որպես ներդրում, այնուհետև այն վերածելու բաժնեմասի։ Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄԶ զարգացման խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը, Միացյալ Թագավորության կառավարության լավ կառավարման հիմնադրամի աջակցությամբ։